Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Հուսամ, որ դուք նույնպես լավ եք եւ շարունակեմ իմ հերթական վլոգս։ Եթե հիշում եք այս կադրերը, նախորդ վլոգում արդեն վերջին կադրերն էին եւ գրված էր շարունակելի։ Հիմա շարունակում եմ վլոգս հենց այդ կադրերից։ Ինչպես կադրերից երևում են, արդեն պարզ հասկանալի է, որ զատիկի համար ցորեն ենք ցանելու եւ իհարկե գեղեցիկ ձևավորելու ու կիսվելու եմ ձեզ հետ այդ գեղեցիկ ձևավորումով։ Իմ մտահղացումները այսօր այսպիսին էին, ինչպես կհիշեք Instagram-ում արդեն տրենդ է գնում, տրենդային ձևավորում, տրենդային ծաղիկներ, մի խոսքով վլոգս ամբողջովին տворчествային է նվիրված, այսպես ձեռքի աշխատանքների, չգիտեմ ինչ հոբիների եւ իհարկե տրենդներին է նվիրված։ Կխնդրեի մինչև վերջ դիտեիք, որպեսզի պարզ լիներ թե խոսքը ինչի մասին է։ Ինչպես տեսնում եք, մեր հին ժամանակների խրուստալե վազերը, սկուտեղները գեղեցիկ այսպես պահպանվում են եւ ես էլ ունեմ դրանցից որպես հիշատակ, իսկ հիմա արդեն դարձել են տրենդային եւ իհարկե ձևավորում ենք ահա այսպես։ Բուջուրի կճուճի փոխարեն վերցնում եմ իմ գլինայից պատրաստված նուրով կճուճը, որի մեջ եթե կհիշեք միշտ ասում էի, որ հայկական եկեղեցուց պանիր են կառել իրեն մեջ եւ հիմա էլ դեռ գոյություն ունի այդ կճուճներով պանիրներ են վաճառում հայկական եկեղեցում եւ հայկական այլ խանութներում։ Հորած պանիր է կոչվում, բացում ես երեսը մոմով փակած է այսպես։ Մի խոսքով կճուճը դատարկվել է, ափսոսացել եմ դեն նետել եւ ահա այսօր պետք եկավ, չնայած որ ես իրենց որպես աղամաններ էի օգտագործում եւ մեծ սիրով։ Այսպիսով ինչ ենք անում, դասավորում եմ ակուրատնի գեղեցիկ այս բամբակե շարիկները եւ իհարկե ջուր ենք ցանելու վրան եւ հիմա շուտով կստացվի այնպես, որ կտեսնեք թե ինչ քանակի եւ ինչ տեսակի ու ինչ կարգի ցորեններ եմ ցանել։ Սպագեցինք մինչեւ վաղը։ Վաղը կհանենք ու արդեն Мордочка красивая, мордочка красивая, անպայման մամայի կողքին, նստած, տեսեք ես ինձ սարքեցինք, կճուճի մեջից, տեսնենք, այս տարվա տրենդն է, տեսնենք ոնց կստացվի, հետաքրքիր է ոնց կաճի, հələ սիրականջիներին ռոզվի, սիրուն է, տեսնենք ոնց կստացվի, եկել ես մհել ես տնտղես տեն, ասես ինչ է կատարվում, տալս ես վեր կցես, նայեք ինչ սիրուն է, թողել եմ սենց, հալա, ստոգումա տենա կարելի է օգտագործենք, թե չէ, ամեն ինչին պետք է ինքը խորկ բան անի, չէ, խառնվի, լավներ, համովեր, անուշ հոտա գալիս, ենք ինչ սիրուն է, այ, մնաց վեր կցեմ ու խայդարա կլնենք, սենց սիրուն նկարեցի, սիրա մուրտճկեն վեշնի մեր հետա, այսպես, ես էլ իմ մտահղացումներ, ինչքան որ Instagram-յան էջերը նայել եմ, սիրուն ձևեր են արել, ես էլ իմներ, տեսնենք ինչպես կլինի, արդեն ոնց որ թե փքվել է ցորենները, ինձ թվում է կծլեն նույնիսկ, տեսնենք ոնց կստացվի, չեն փչանա հույս ունենանք։ Տղա ես դու, բայց տղա ես, տղա դու գեղեցկուհից ես։ Տեսեք ինչպիսի պատրաստություն մի հատ ուղիղ եթերի համար։ Սուրճս, ջուրս, առավոտյան նախաճաշս, մի կտոր քաղցր գաթա, կլոր գաթայի առայն օր խանութից։ Ծաղիկներս, եկավ խանգարեց, ֆիսիկներս եւ իհարկե ես։ Նստում ենք ուղիղ եթեր անենք, նստի, մոտս նստի, չմտնես իմ ուտելիքի մեջ, մոտս նստի, նստեց, նայք, ինչպիսի սիրուն ուղիղ եթերի անկյուն, որ ես պատրաստում եմ նկարահանումների, ով ինձ խանգարի, չխանգարի, ես երիտասարդը պիտի խանգարի, ты почему вечно мешаешь меня, почему, что тебе, зачем тебе идти? Ну вот скажи, почему ты вечно мешаешь меня? Почему? Отойди, я сказала. Не слышишь? Это не для тебя, отойди. Спустись вниз. Иди отсюда. Սիրելիներս ինչպես հասկացաք, դա ցերեկվա մեր ուղիղ եթերի եւ իհարկե նույն օրը ունեցել ենք նաեւ երեկոյան ուղիղ եթեր, լավ հավեսով տեստեր էինք քննարկում, եթե կհիշեք, հավեսով եթեր ունեցանք, հավեսով շփվեցինք, շատ լավ էր, շատ հավեսով անցավ, որից հետո ես երեկոյան դուրս եմ եկել աշխատանքի եմ գնացել, եկել ճանապարհին, հետ դարձի ճանապարհին դեպի տուն
մտահղացումներ ունեի արդեն շատ վաղուց, քանի որ գիտայսկի էջերն էի թերթել մեկել, շորտ վիդեոներն էր անընդհատ աչքովս ընկնում, ասում էի պատրաստ եմ, այնքան ուշացրեցի մի քանի հայ վլոգեր ինձանից առաջ ընկան, ինչպես ասում են, այդ զույլիկության արդյունքն է, ես պետք է առաջինը լինեի, կհասկանաք թե չեք հասկանաք, պատկերացնեք թե չեք պատկերացնի այս պահին ինչ եմ անելու, ինձ թվում է շատերը կգուշակեն, ինչպես միշտ այս երեսառածից չեմ կարում ես ազատվեմ, բայց դե ինչ ազատվեմ, ստիպված հետը գործ եմ անում։ Իհարկե գիտեք, որ միշտ սեղան-մեղանը միշտ ախտահանում եմ, դա խնդիր չէ, բայց դե հարցը դրանում չէ, ուրիշ ճար չունեմ, իմ ընկերն է, իմ խանգարողն է, իմ օգնականն է եւ իմ ամեն ինչն է, փիսիկս։ Մի խոսքով, այս չոփերը, որ բերել եմ ծառի ճյուղերը, կհիշեք մի քանի օր առաջ ես գնել էի մագնոլիայի ճյուղեր, այդ ճյուղերը մոռացել եմ, թե ինչի համար էի ուզում պահեի ու թափեցի չորացած, փչացած, մնացած ծառերի հետ, ծաղիկների հետ ու այդպես էլ նոր հիշեցի, որ ինչի համար էի ես իրենց բերել։ Մի խոսքով, եթե չեք հիշում, եթե չեք հավատում, եթե չեք ասում եմ եւ բացատրում եմ, մոմերից ծաղիկներ ենք պատրաստելու եւ իհարկե ձևավորենք, նույնպես թրենդային է եւ իհարկե կարող է լինել առաջինը, քանի որ շուտ էի մտահղացումս ձևակերպել եւ շուտ էի որոշել տեսել, բայց ինչեւ է ես հիմա առաջինը չեմ, ով որ այս ծաղիկները պատրաստում է։ Համենայն դեպս մեծ հաճույքով եմ ներկայացնում ձեզ եւ մեծ սիրով, յուրաքանչյուրս մեր համար ենք աշխատում, ինչ ասեմ, ինչ անեմ, գեղեցիկ ձևավորումներ եւ գեղեցիկ հավեսով միաժամանակ միասին անցկացրած, այսպես ասած, ժամանակ միասին։ Գնացինք, սկսենք շարունակել։ Սիրելիներս նայում եւ հիանում եմ այս կադրերով, մի քիչ մեկնաբանեմ, ուրեմն մոմը հալեցրել ենք, մի քիչ ծառը ջուր է պետք մեզ եւ իհարկե ձեռքի կրեմ, իհարկե պետք էր որ եղունգները կտրած լիներ, բայց իմ եղունգները գել են, չեմ կարող ես մկրատով կտրել, պետք է գնամ սալոնում հանեն, որոշեցի եղունգներով աշխատեմ եւ շատ հետաքրքիր ձև ստացվեց, գիտեք, յուրաքանչյուր մարդու ձեռքեր ինչպես ասում են, իրենց յուրահատկությունն ունի յուրաքանչյուր մարդ, հա, ու այդպես մոմերը ստացան իմ մատերի, իմ եղունգների, իմ ձեռքերի ֆորման։ Հետաքրքիր եւ գեղեցիկ ծաղիկներ ստացվեցին։ Ուրեմն տեխնիկան մի քիչ բացատրեմ այսպես, շատ դժվար է ասեմ միանգամից հանել եւ փակցնել այդ փայտերին, ճյուղերին, իհարկե բավականին երկար ժամանակ, երևի մի 4 ժամ աշխատել եմ։ Կադրերը ընդամենը մի քանի րոպե եմ ցույց տալիս, իհարկե, պարզ է, բայց ամեն դեպքում շատ դժվար է, բավականին դժվար գործողություն է։ Ինչ պետք է անես, յուրաքանչյուր երկրորդից երևի թե երրորդից հետո անպայման նորից կրեմը թարմացնում ես, ջրի մեջ թաթախում ենք մատերը, կրեմով տարած, հետո նոր կրեմ, արդեն կրեմով մշակված ձեռքերը, հետո մտցնում ենք մոմի մեջ եւ այդպես 3 անգամ հանում ենք, մտցնում ենք ջրի մեջ, նորից մոմի մեջ, նորից ջրի մեջ, նորից մոմի մեջ եւ իհարկե վերջին անգամը արդեն մոմի մեջ մտցնելուց հետո միանգամից քանի դեռ տակ-տակի ամրացնում ենք ծառի ճյուղին։ Եթե 2 անգամից ես ամ անպայման պատռվում է, եթե 3 անգամից ես ամ հազիվ կփակցվում է։ Եթե հանկարծ անեմ 4 անգամից, արդեն կլինի շատ հաստ ու կկոտրվի, իզուր տեղից ասենք չարժե։ Մոմը մի տեսակ տարօրինակ էր, բայց դե տոնը ինչ ունեի, դրանով
օգտագործեցի, արեցի գործողությունը, համենայն դեպս հետաքրքիր էր, այսպես զվարճանք էր կարելի ասել եւ ձեզ հետ կիսվում եմ ահա շարունակությունը կդիտեք վերջում արդյունքով։ Այդպես, եթե ցանկանայիք երբևէ խաղալ ձեր երեխաների հետ, անցկացնել հետաքրքիր ժամանակ, ինչ որ հետաքրքրություն շարժել, տրամաբանություն, տворческий, չգիտեմ, ինչ որ sense պահեր, ցրել երեխայի պսիխոլոգիան մի քիչ թարմացնել, այսպես երեխեքին մի քիչ տրամադրություն տալ, լավ, շատ հետաքրքիր, զվարճալի կարելի ասել խաղ է մտածված թե մեծերի, թե փոքրերի համար։ Այսպես շարունակում եմ տեսանյութը, դիտեք սիրելիներս, շատ եմ խնդրում, շատ գեղեցիկ տեսանյութ է ստացվել։ Ինչ սիրելիներս, մեր տրենդային ծաղիկները ավարտվեցին, պատրաստման տեխնիկան ձեզ ցույց տվեցի, ասեմ, որ ինչքան էլ որ ասես գեղեցիկ է, իմ կյանքի ամենամեծ հիմարությունն էր, որ ես արեցի, բայց քանի որ տրենդը պահանջում է իրենը, խնդրեմ, ներկայացնում եմ տրենդային բուկետ, մոմերից պատրաստված, սա էլ իմ ձեռքերն են, որը գույն են ստացել մոմերը, ուզեցի ներկեմ տերևներ էլ պատրաստեմ, չստացվեց, միայն այս մի հատը ստացվեց տերևի ֆորմայով եւ այն էլ շատ վատ է փակցվում, մի հատը ընկել է, երկրորդը մի կերպ փակցրել եմ, այսպես կեսը կանաչոտ, կեսը մանուշակագույն, շատ սիրուն է ստացվում, հետաքրքիր է, երբ որ սկսում ես տեխնիկային արդեն ընտելանալ, սովորել, забавно է, ոնց որ ասած, забавное занятие. Բայց для детей, ոչ թե для взрослых, но все равно как антистресс, мне мой фиолетовый очень, որպես антистресс կարելի է զբաղվել։ Ահա եւ յուրահատկությունն այն է, որ բոլոր մոմերի վրա դու թողնում ես քո մատների շնորհքը, ինչպես ասում են, հա, յուրաքանչյուր ոք ունի մի կառուցվածք, մատերի հետաքրքիր Եվ իհարկե ես եղունգներս այդպես էլ չկտրեցի, որովհետև գելով է պատրաստված, իհարկե իմ եղունգներս էլ հետը սիրուն ծաղիկների տեսք ստացանք եւ տեսք տվեցինք։ Ինչևէ, այսօր այսքան է, ինձ թվում է հետաքրքիր էր դեկորացիաները մեր, եթե կցանկանաք փորձեք, հետաքրքիր զվարճալի զբաղմունք էր, ինչ որտեղ էլ որ ասма կյանքից կտրվելով, հոգսից կտրվելով, այսպես Այնտեղ էլ տեսնում եք ծորենս թրջոց դրած նուռը հետը, գնանք տեսնենք մի հատ ինչ վիճակի է, այսա, տեսնենք մի հատ, բացենք, այսօր դեռ չեմ բացել, տեսնում եք արդեն ծիլա տվել, ինչ լավն է, չեմ բացի, թող այսպես շարունակենք, տեսնենք ինչպիսին կստացվի, հույս ունեմ կաճի և գեղեցկություն կունենանք, այդպես Բոլորիս լավոր եմ մաղթում և այս գեղեցիկ տեսարանով ուզում եմ բոլորիդ ասել, շատ շնորհակալ եմ, որ դուք կաք, բոլորիս նախատոնական օրերը շնորհավոր լինեն, մեզ համբերություն, Աստծո կողմից մեզ պարգևած օրը միշտ վայելենք, առողջություն լինի և ուրախ տրամադրություն Առայժմ այսքանը սիրելիներս չգիտեմ էլ ինչ կտեղադրեմ այս վլոգի մեջ, բայց սա բավականին ժամանակատար աշխատանք էր, որը որ ես կատարեցի ինքս ինձ ապացուցելու համար, որ կարող եմ ամեն դեպքում, որովհետև սկզբից չէր ստացվում, շատ նյարդայնացա, բայց հետո երբ սկսեցի, շատ հաճելի էր, ընթացքը չցուցադրեցի, բայց կարող եմ նյուանսները բացատրել։ Դեպքում կասեի այն, որ ամենագեղեցիկ ծաղիկները դրանք բնական ծաղիկներն են։ Իհարկե, որ տրենդը տրենդ, բայց մոմի ծաղիկ չի լինի։ Դա իհարկե հիմա կգնա աղբարկը շուտով, քանի որ ուղղակի այսպես գեղեցկություն էի ուզում ձեզ ցուցադրել, հետաքրքիր էր, որպեսզի կարողանաք այս ծաղիկները պատրաստել, ուրեմն անպայման ձեռքերը պետք է կրեմ քսեք կամ վազելին կամ ձեռքի կրեմ, հետո նոր թրջեք ջրով, հետո մատերը մտցնեք մոմի մեջ, հետո հանեք նորից ջրի մեջ եւ դա կրկնեք 3 անգամ, քանի որ մոմերը 3-րդ անգամից միայն ստանում են հաստ շերտ, որը կպահպանի ձեր մատերի ֆորման եւ կարող է ամրանալ ծառերի ճյուղերին, փայտի, թե սլուդից, չգիտեմ ով ինչից կուզենաք, սարքի սլուդն էլ մոռացա ոնց են հայերեն ասում, պլաստմաս է, պոլիէթիլենային, տարբեր կարգի մատերիալներ, օրինակ այս սպիտակ չոփերը իմ մոտ, իրենք ներկված են, փայտ է, բայց ներկված է, այսինքն ունի շատ գլատկի, այսպես
ոնց են ասում, փայլուն փայլուն է մակերեսը եւ սողացող է այսպես, մոմերը սողում էին իրանց վրա։ Իսկ մյուս ծառի ճղները, որ ես միջայլոց գողություն էի արել երեք մեր հայաթից, չնայած չեմ գողացել, ծառեր չեմ փչացրել, կոտրված ճյուղեր կար, հենց նրանք եմ վերցրել տուն բերել եմ, մի հատ լվացել եմ, թողել եմ, չորացել է, երեկոյան եմ բերել եւ իհարկե այսօր նոր օգտագործեցի։ Ու սրանք ավելի լավ են բռնում, հա, ինչպես տեսնում եք, ավելի ամուր են եւ իհարկե սառել են, այս արդեն ցույց եմ տալիս ուղակի, նայեք, տեսնում եք, սառել են եւ էլի ամուր են։ Իսկ սրանց վրա էլի որ սառել է, մնացել է, բայց շատ դժվար է ամրանում իրենց, նայեք, այս մի հատն էլ փակցրել եմ, սողացել է։ Շատ դժվար է, բավականին հետաքրքիր տեխնիկա է, պետք է կարողանաք ընտելանալ։ Ես մինչեւ ընտելացա, արդեն ինչպես ասում են, եւ մոմը ավարտվեց եւ ծառի ճյուղերը արդեն հերիք է ինչքան պատրաստել եմ եւ իհարկե որ ներվերս ավարտվեց։ Այսքան է այսօր սիրելիներս, սա էլ մեր գեղեցիկ ծառը ամեն դեպքում գեղեցիկ դեկոր է։ Եթե կցանկանաք, կարող եք դրսում թեկուզ որպես դրսի դեկոր թողնել։ Տանը չեմ կարծում, թե մոմերը պահել շատ հաճելի է կամ սիրելի։ Չգիտեմ, սնապաշտություն չունեմ, հետաքրքիր մատերիալ էր, սենց պատրաստեցի։ Այդպես, այսքանով կիսվեցի ձեզ հետ սիրելիներս։ Իսկ դուք մեկնաբանությունների մեջ գրեք, տեսնենք արդյոք դուք եք սիրում ինչպիսի կարգի ձեռքի աշխատանքներ կատարել, ինչպես եք հանում ձեր ստրեսը, ինչպիսի դեկորացիաներ եք սիրում պատրաստել եւ ինչից եք ավելի շատ, ինչպես ասում են, ձեր նյարդերը հանգստացնում։ Ես օրինակ շատ ներվայնացա այս մոմի հետ երբեք գործ չէի արել, իմ համար այդքան էլ հաճելի չէր, չնայած որ շատ քաշեց sense դքող էր, սկզբից որ տեսա ուրախացավ, ես էլ կանեմ էսի լավա, բայց ամբողջ տոնը զիբիլ է եղնում, 50 ամանով մոմ ես հալացնում, վառացնում, հետո այդ ամենը շատ տհաճ է։ Այն ինչ որ կադրերի մեջ ցույց ենք տալիս ընդամենը մի 2 վայրկյան, իմացեք որ ես նկարահանել եմ ամենակիչը 4 ժամում։ Սիրելիներս մոմերն ավարտեցի, բայց այսքանով ձեռքի աշխատանքները չեն ավարտվում, շարունակում եմ դեռ իմ հոբին, օրվա, ինչպես ասում են, արկածները դեռ չեն վերջացել։ Ասմակատվի մազից ես ուզեմ շորս մաքրեմ, ադյալը մաքրեցի ու սրա մազերից եմ ուզում փրկվեմ, շորերս ուզում եմ մաքրեի ռոլիկը խնդրեմ։ Եկել եմ մոտը նստել, դե դու արի սրա մազերից մաքրվի փրկվի, արա էй, սիրուն, այ սիրուն, հլը վերև նայի։ Հələ այստեղ նայի սիրուն կատու, սիրուն, փիսիկ, ոյ, սիցի բոկալ, ոյսիկը սիրուն, ինձ հանեմ ես քեզ, ինձ հանեմ քո մազերից փրկվեմ, այ սիրունիկ, իմ սիրուն կատու, դե նկաց շորերս մաքրեմ, ուզում եմ ռոլիկով շորերս մաքրեմ, վերկեն այս տեղից եկել ադյալի վրա սիրուն նստել, հələ դու ուզի մաքրի, իսան։ Մաքրենք ես կոֆտочкեն մեր գեղեցիկ, բոլոր կարգի մազեր ես պիսիկի, ուզում եմ հատ սիրուն բան ցույց տամ ձեզ ես սիրելիներս։ Այդ պիսոնս մաղված այս կատարեցինք, հիմա էլ հաջորդի հանում ենք, տեսպես ենք անում, թե չէ, հիմա շպրում եմ նորից մաքրել, որովհետև պետք է մաքրենք, այս պիսոյից հետո նոր մնացվածից, նոր այսպես մաքրենք։ Чигас стяжете. Иди отсюда. Чигас. Или можешь стоять. Հիմա տեսեք չուդա եմ ցույց տալիս։ Շուդա։ Տեսեք, հասարակ ֆուտբոլկայա սովորական։ Մաքրեցի ամեն ինչից, մազից, քոլքից եւ այլն, հարթուկով տաքացրեցի մի անգամ, նակլեյկաներ ունեմ այսպես գնված, դրեցի, վրան տեղադրում եմ թուղթը, շասեք մի հատ ուրիշ թուղթ դնեմ, որ կարևոր չի անգամ, տեղադրում եմ սովորական թուղթ եւ հարթուկով տաքացնում եմ մինչև 15-20 վայրկյան ապալես։
Յակոբյանը հետոնոց որ այսօր sense տворческий օրեր անցանք մյուս բլոսկեներ թողերթով կոֆտочки այս մեկը թևով է այս մյուսը կիսաթև ֆուտբոլկայա sense շատ էին պրոստոյ ու գլատկի որոշեցի որ այսպես գեղեցկացնեմ այստեղ սա է այստեղ էլ սա է նակլեյկաները ես եմ գնել առանձին իսկ սրանք խլոպկովի մատերիալներ է թե բամբակ չի լինում սինթետիկայի վրա շատ վատ է կպնում մի խոսքով շատ սիրուն են Այսպես ամենահասարակ շորերից սարքեցինք ամենահայկական սիրուն շորեր։ Դե սիրելիներս հուսամ որ այս տեսակն էլ ձեզ դուր եկավ իմ խոբիի երրորդ տեսակը որ այսօր ես ձեզ ներկայացրեցի Գեղեցիկ էր հայեցի հայկական չգիտեմ մտահղացումս միշտ սիրել եմ այս նակլեյկաները նուրիկներով նռերը շատ եմ սիրում սիմվոլիչսկի է թե ինչա չգիտեմ եւ որպես միրգ եմ սիրում եւ որպես նկար եմ սիրում ընտրեցի բաց գույնի վրա մի քիչ մուգ հոտ կադրերը իսկ մուգ գույնի վրա մի քիչ կանաչ ու կարմրավուն այսպես սպիտակավուն կադրերը այդպես եւս մի հատ էլ ունեմ նակլեյկա կտեսնեմ էլ ինչի վրա կարելի է կպցնել Այսօր այսքանը սիրելիներս, հուսամ ձեզ դուր եկավ, կսպասեմ ձեր գեղեցիկ մեկնաբանություններին եւ իհարկե ներկայացրեք ձեր սիրելի հոբին, իսկ մինչ այդ կարող եք գրանցվել իմեջին, կիսվել իմեջով եւ իհարկե մեկնաբանել ինչպես միշտ, որի համար ես ձեզ միշտ ասում եմ շնորհակալություն, որ դուք կաք սիրելիներս